տվի։ Այդ օրենքներն էլ կան, բայց իրոք Հակոբից սկսած եւ արդեն մի 7-8 հոգի ունենք, որ շատ հեշտությամբ կխաղային Ամերիկայի հավաքական։ Այս Հակոբին կուզենայի այս հարցը տալ, մենք խոսում ենք ուրեմն հաղորդումից առաջ, որքանով ես հասկացա, Վագը ասեց, ամենաբարդ սպորտաձևեր կան, որոնք համարվում են եւ բարդերից մեկը ջրագնդակն է եւ հոկեյը։ Հոկեյը քիչ թե շատ, չգիտեմ, որքանով է դժվար, այդքան պատկերացում չունեմ, որովհետեւ հոկեյը շատ հեռու է, բայց ջրագնդակից ինչն է ամենադժվարը, ջրի վրա մնալը, որն է բարդությունը։ Բարդությունը այն է, որ ջրի վրա արդեն է բարդ է ինքը, տենց ու կողքից մեկը, որ քեզի նեղություն է տալի, էլի փորձում ես ջրի վրա մնաս, դա արդեն ուրիշ դժվարություն։ Խփում եմ, կա տենց բան, որ ես օրինակ նայում եմ մի քանի անգամ խաղերը, ես նկատել եմ, որ sense աչքով չի երևում, բայց որ դանդաղացած տենում ես, համ խփում են, համ ինչ-որ բշտում են, չգիտեմ, խեղդում են։ Կոնկրետ կռիվ է գնում 4 խաղ կես։ Դրա համար որ մարդիկ ասում են ջրագնդակը այն սպորտը չի, իրանք սխալ են, որտեղ ջրի տակ չեն պատկերացնում ինչ կարող է պատահել, էլի։ Տեսարժանության պահով ասում, որտեղ ընդհանրեն բասկետբոլ կարող է 25000 հոգի նայեն, բայց ջրագնդակ ընդհանրեն միշտ 4000, 3000, այսինքն այդ տրիբունաների մա, սա տեսարժանության պահով համարում են ընդհանրեն բասկետբոլն ու ֆուտբոլը ավելի լավ են, քան ջրագնդակը, բայց դա այդպես չի իհարկե, սա թագավորական խաղ է։ Ես մի հարց ունեմ, երևի մարզիչը ավելի հեշտ կպատասխանի այդ հարցին, բազմիցս տեսել եմ, երբ դարպասապահը ցատկելով վեր փորձում է գնդակը հարվածից բռնել, բայց որ փորձում եմ պատկերացնել ֆիզիկապես ինձ համար դա պարզապես անհնարին է թվում, հատկապես թե ոտքերը գետնին չի պիտի կպնի այո, ոչ մի անգամ գետնին չի կպնում, ոչ էլ կարող է հետևի պատին կպնի, եթե այնտեղ պատ կա, ընդհանրապես ոտքերով է եւ շատ ժամանակ մարդիկ ոտքերով այսպես են իրար պահում ու ձեռքերով այնքան որ ջրի վրա մնան, բայց ավելի շուտ ոտքերը այսպես են աշխատում եւ թաթերը դուրս եւ իր դարպասապահի պահը այնա որ երկու ձեռքով երկու ոտքով սխում է ջուրը եւ գնում իր ուզած գնդակին հասնում եւ պահում։ Այդ ամեն ինչը ջրի հետ կապված, որտեղ իրավունք չունես, ընդհանրապես տարիների քրտնաջան աշխատանք է, տարիների։ Ամեն օր 3 ժամ պարապում։ Ինձ թվում է մեզ սպասում է երկար եւ հետաքրքիր զրույց, բայց մենք պետք է ընդհատվենք, որտեղ մեր մոտ հաղորդման մեջ նախատեսված է առաջին մասում։ Հիմնականում խոսում ենք կենսագրական, բայց մենք չհասցրեցինք միանգամից անցան գործին։ Հիմա ընդհատվենք։ Դե եթերում կրկին համահայկական առավոտն է, նրանք ովքեր հենց նոր մեզ միացան, տեղեկացնեմ, որ մենք այսօր խոսում ենք սպորտից, մարզաձևից, մի հետաքրքիր մարզաձևից, որը Հայաստանում դեռևս պետք է դեռ, այսպես ասենք, շատ ու շատ զարգացում ունենա, իսկ այստեղ արդեն պարզանակ ունենք շատ գերազանց թիմ, որը ունի բավական լուրջ պոտենցիալ եւ դա աստված, որ այդ թիմը վաղուց կարողանա մասնակցել նաեւ Հայաստանի ավականից։ Խոսքը գնում է մեր հյուրերի մասին, ներկայացնեմ դեռ մեկ անգամ Վահագն Առաքելյանը, ավագ մարզիչ Ալֆրեդ Թամազյանը եւ մարզիկ Հակոբ Կապլանյանը։ Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ մեր տաղավարում։ Իդեպ ասեմ, որ առաջին մասում մենք բավականին լուրջ խնդիրներից նաեւ խոսեցինք, Լիլին նաեւ ներկայացրեց ջրագնդակի պատմությունը, բայց այս բան կուզենայի մի պահ նաեւ անդրադառնանք հենց մարզիկներին, ինչպես ասացի, հաղորդման առաջին մասում մենք սովորաբար խոսում ենք կենսագրությունից։ Իսկ երևի թե հենց անմիջապես Հակոբ ջան, ասեցի ստեղ ես ծնվել, լավ կլինի ներկայացնես քեզ քո ծնողներին, ծնողները նույնպես ստեղ են ծնվել թե Հայաստանում երբեք։ Ծնողներս ծնվել եմ Հայաստանում, մամաս 3-րդ մասից է եղել, պապաս էլ Արեշից։ Օ, ես էլ եմ իդեպ Արեշից ասեմ։ Գաջի գործարան։ Այո, Դե սաղ ընտանիքս, պապաս, մամաս, պապիկս սպորտի մեջ են իրանք եղել իրան սաղ կյանքը, մանավանդ պապիկս 40 տարի մարզիչ է եղել, սեղանի թենիսում ու շատ ինքը ճանաչված մարդ է եղել, Հարութ Աշխարհյան։ Ու նույնպես մամաս, մորքուրս ու քեռիս էլի պապիկից ձեռի տակ սովորել են թենիսի սեղանի թենիսը եւ հաջողությունների են հասել իրանց վաղտերին։ Այսինքն ընտանիքում սպորտային ավանդույթ կա։ Այո, սպորտային արունը կա ու պապաս էլի ջրագնդակ է եղել, վռատար է եղել, մի քիչ տարբեր է։ Ես ինչ որ խաղում եմ, բայց էլի նույն իմաստը կա, նույն սպորտաձևն է,
ընտանիքն ես ոչ թե ստիպել, այլ ուղղորդել քեզ, որպեսզի սպորտաձևով զբաղվես, թե ինքդ ես որոշել։ Դե papas մի քիչ խելացի մոտիկացավ իմ սպորտաձևը ընտրելու համար, տարավ ինձ բասկետբոլի, ֆուտբոլի, տարբեր սպորտաձևեր տարավ, վերջապես քոչ Վայիկը papa's հետ մոտիկ ընկեր էին, ասեց փորձենք լողը, որ լողը փորձեցի, ես սկզբից չէի ուզում հրաժ չէի ուզում լողանա, էլի վախում էի, ինչ էի, բայց վերջում հետո մի քիչ որ papa's թողեց ինձ, որ ես ինքս ընտրեմ, գցեցի բռնեցի, որ լողը շատ եմ սիրում ու հələ որ հիմա Դժգոհ չես չեմ փոշմանել։ Իդեպ քանի որ խոսեցինք հենց դարպասապայի մասին, այսինքն վրատարի ոնց որ ընդունված է ասել, շատ դեպքերում, որտեղ սովետական ժառանգ ունենք, ամենադժվարը նրա գործն է, հա, որտեղ ինչքան է միջին տևողությունը խաղի։ Ընդհանրապես բոլոր խաղացողների գործն էլ դժվար է, բայց դարպասապա ու կենտրոնական հարցակողը ջրի վրա։ Հա, սովորաբար բոլոր խաղացողները անընդհատ ստիպված են ջրի վրա մնալ, բայց շատ ժամանակ ես ձեզ ասեմ այսպիսի գաղտնիք կա, օրինակ, շատ ժամանակ երեխաները երբ որ նոր ձևավորում է սպորտաձևը, այսինքն այդ լողանալուց բանից մեկ-մեկ հոգնում են ու սենց որ մեկ-մեկ ասում սով ազում դարպասին, բոլորը ասում են ես կկանգնեմ, որ չլողանան, էլի, բայց հետագայում արդեն որ իրանք սկսում են դարպասապայի աշխատանքով աշխատել, արդեն մտածում են ավելի լավ է, ես ընդեմ 2000-3000 մետր լողանայի, քան այս տանջանքը կրես, բոլոր խաղացողներին հավաքացար ու ես ավելի շատ կառանձնացնեմ նույնիսկ կենտրոնական հարցակողի գործը, որը ամենածանրն է, պատկերացրեք ինքը 2 մետր բոյով ու մի հատ էլ 2 մետրանոց բոյով անընդհատ ջրի մեջ իր վրա կախված ու Հակոբը ինքը ունիվերսալ խաղացող, այսինքն կա համ պաշտպանությունում խաղա, համ կենտրոնական հարցակողի գոտում, համ դարպասապարը, այսինքն գիտեք Հակոբի նման խաղացողներ ես հիմա դուրս չգա որ իրան եմ գովում իր մոտ, բայց դա օրինակ այս երկրում 94 թիվ ծնված իր տարիքի ընդհանրապես աշխարհում ես իր մակարդակի խաղացող այսօր դեռ չեմ նկատել ոչ թե մեր սաննա դրա համար եմ ասում, այլ իրոք դա տենց է բոլորը դրա մասին գիտեն ու ապացույցներն կա դրա վիդեոներով YouTube-ով ամեն ինչ։ Հակոբը շուտ բաներ ուզում լրացնել։ Դե հա, էլի որ քոչը ասում էր դարպասապա բոլորը ուզում էին խաղային, ես էլ վախտին ես էլ էի ուզում դարպասապա անել, միշտ ասեի իրան, ես էլ էի ուզում, որտեղ էլի ոնց որ papa's դարպասապա եղել, հոփաներս էլ, երկու հոփաներս էլ էին դարպասապա եղել, ուզում էի իրանց շարունակել էլի դարպասապա անել, բայց դե քոչը որ ասում են քոչը ինքը նկատում է որ խաղացողը ինչից է լավ, ինչ կարող անի, դրա համար ինձ ուղեկցեց որ խաղացողը լինեմ ու էլի չեմ կարծում որ փոշմանել է։ Իսկ ցանկացած լավ լողորդ, որ զբաղվում է լողով կարող է պրոֆեսիոնալ իհարկե կարող է ջրագնդակ սպորտաձևի մասը կազմել, թե ինչ որ ուրիշ նախադրյալներ են պետք բացի լավ լողալու։ Ճիշտ ասած նախադրյալներ պետք են առաջի հերթին խաղացողը պետք է իրան մեջից պետք է ունենա այդ խաղի հասկանալու խաղը նկատելու այդ ջուրը պետք է ունենա։ Եթե թեկուզ բասկետբոլ խաղում, ֆուտբոլ խաղում, թիմային սպորտաձև խաղացող, այսինքն այդ ջուրը պետք է երեխայի մեջ գտնես, որ նա այդ ունակությունները ունի։ Լողը իհարկե առաջի գրավականն է, եթե շատ արագ է լողանում ու մի թեթև այդ ջուրը ունի, արդեն մենք կուղղորդենք իրան լավ ջրագնդող դառնալու համար ամեն ինչը կանենք։ Բայց երբ որ ինքը շատ արագ լողանում է, շատ լավն է, բայց այդ խաղային ջուրը չունի մեջը, արդեն ինչ ուզում է սարա ինքը նորմալ խաղացող չի կարող դառնալ։ Բայց իհարկե արագ լողացողն ավելի հեշտ է։ Ես տեսնում եմ այդտեղ եւս մի պատվոգիր կա, սա ինչ է ում կողմից է տրված այս պատվոգիրը, թե որ մեր օպերատորը նշեմ նաև որ երեք Գլենդելի քաղաքապետարանն էր մեզ հրավիրել մեր Կալիֆոռնիայի առաջնությունը հաղթելու կապակցությամբ եւ թիմով մենք ներկայ ենք քաղաքապետարանի այդ խորհրդակցությանը, շնորհավորեցին մեզ բոլոր երեխաներին պատվոգրեր տվեցին եւ ցանկացան մեզ տեսնել Ամերիկայի Միացյալ Նահանգների չեմպիոնի կարգավիճակում եւ մենք խոստացանք որ կաշխատենք ձեր հույսերը արդեն։ Բայց նաեւ խոստացանք որ եթե իհարկե Հայաստանը նույնպես միանա եւ աջակցի ձեզ հանդես կգաք նաև Հայաստանի գերագույն նպատակն է դա ես նշեմ նաև որ ես այսօր Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի փոխնախագահն եմ նախագահ Գագիկ Հովհաննիսյանն է Երևանում մեծ ծավալի աշխատանք ենք տանում այնտեղ նույնպես
մոտավորապես 120 արդեն մարզիկ ունենք այնտեղի մեր խմբերում, որ պարապում են։ Որոշ խոչընդոտներ կան, բայց ինձ թվում է ի վերջո մարդիկ կհասկանան, որ մեր աշխատանքը, մեր արած գործը, մեր թիմային թիմն է, որ իրոք արժանի է, որ կարող է արժանապատիվ ներկայացնել մեր երկրի միջազգային ասպարեզում ու դա կլինի շատ մեծ առաջխաղացում մեր այնտեղի երեխաների համար, որովհետև մեծ մասամբ այդ շփումը կլինի, փորձի փոխանակումը, անընդհատ մենք գնում ենք այնտեղից, օրինակ այսօր Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից ջահել տղաները, մարզիչները զանգում խնդրում են, որ այդ երեխաները գան մեր ակումբում մի քիչ փորձեր բերեն, խաղան մեր հետ, այսինքն մենք ճանաչված ենք այսօր ամբողջ Եվրոպայում մեզ ճանաչում են, բայց չգիտես ինչի Հայաստանից ոչ մի հատ երեխա չեն առաջարկում, եկեք այս երեխան թող գա ձեր հետ մի քիչ պարապի, մենք այստեղ ուղղակի իրան հասցնեն, այստեղ ամեն ինչը մենք այստեղ կազմակերպենք, որ անում ենք դրում է չնչին ծախսերի մասին, ոչ թե ամբողջ, դա գիտեք ինչ կա, այս մակարդակի թիմին ընդհանրապես ես այն անգամ էլ ասեմ, մոտավորապես 70-100,000 դոլարի չափ եթե մի տարվա մեջ տրամադրեն այսպիսի թիմին կարողանա մի 2-3 միջազգային մրցաշարի մասնակցի, որովհետև սա շատ Սա ընդհանրապես ոչ մի բան է, ես ասեմ, այն օրը ես սպորտ կոմիտեի կայքում կարդում էի բյուջեից հատկացված գումարները ֆեդերացիաներին, ահռելի գումարներ են տալի, ես չեմ ուզում կոնկրետ ֆեդերացիաների անուններ նշեմ, բայց ահռելի գումարներ է գնում ֆեդերացիաներին, որոնք բացարձակապես ոչ մի բան չեն անում, ոչ մի արդյունք չկա, այսինքն իրոք հասնում է ջրագնդակի ֆեդերացիային, որը շատով հատկապես եթե դուք նման ցուցանիշներ ունեք, չգիտեմ Կանանց թիմ մենք նոր ենք ստեղծում, կամաց Հայաստանում էլ պետք է անպայման դա անենք, որովհետև օրինակ Ֆինան եւ Լենը, որոնք միջազգային, մեկը Եվրոպայի ջրային ձևերի միջազգային ֆեդերացիան է, մյուսը աշխարհի։ Նրանք անընդհատ խնդրում են, նրանք գիտեն արդեն, որ մենք ունենք պատանեկան հայկական թիմ, աջակցում են մեզ որոշ հարցերում եւ անպայման ուզում են, որ աղջիկների թիմներ ստեղծվի, դե մենք հիմա սկզբից այստեղ մեր շատ աղջիկներ ունենք պարապող, որ լող են պարապում, շատ հայ աղջիկներ ունենք, որ արդեն դպրոցներում, Hoover High School-ում, Glendale High School-ում, Burbank High School-ում արդեն ջրագնդակի թիմերի մեջ են մտնում, կամաց այդ հարցերն էլ կլուծվեն։ Սովորաբար սպորտի մասին ավելի շատ խոսում են Հայաստանում հայկական սպորտի մասին, այս եզակի դեպքերից է խոսում ենք հայկական սպորտի մասին, բայց Հայաստանից դուրս ունենալ մեծ պոտենցիալ։ Էլ շարունակենք ծրագիր եւ փորձենք չխախտել ավանդույթը, շարունակենք ներկենսագրական բողությունը բռնել, այս կուզենայի Ալֆրեդի մասին խոսեինք, Ալֆրեդ դու եկել ես ամենաբարդ տարին որքանով հասկացա, 86 տարի։ Ինչի ստացվեց, որ եկեք այստեղ, էլի ծնողները եկան դու։ Եվ ծնողներս, իրոք, ծնողներից ցանկությունը էր, որ մենք կանենք Միացյալ Նահանգներ, թե ինչ որ ասած freedom, բայց ուրախ եմ, ես ուրախ եմ, որ էլի սպորտով եմ զբաղվել Հայաստանում, իմ ծնողներն նույնպես թե հայկական բարից, թե որ մի սպորտ խաղացել եմ, բայց ավելի շատ դուրս եկավ լողը Նորիկ Հախվերդյանի մոտ հանգուցյալ Նորիկ Հախվերդյանը, իրա մոտ եմ սովորել եւ շարունակել եմ մինչեւ 9 տարեկանում հասել ենք Ամերիկա եւ միանգամից լողային սպորտով եմ նորից զբաղվել, մինչեւ Վարոփան բացվեց Glendale քաղաքում 9.5 տարեկան, 10 տարեկանում ու ես անմիջապես այդ թիմի մեջն էի։ Եվ աշխատել եմ դպրոցի մեջ էլ խաղամ, քոլեջի ժամանակ եմ խաղացել, դասատու եմ եղել Glendale High School-ում, 2004 թվին ես դուրս եկա եւ անմիջապես Բայկ Արաքելյանը ինձ զանգահարեց, ասեց խնդրեմ որ գաս մեր հետ աշխատես, ես շատ մեծ սրտով ընդունեցի եւ միջև հիմա շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ այս ամեն ինչը իրոք իր ընտանիքի եւ իր շնորհիվով որ մենք կարողանում ենք հանդես գանք այս կետի, որովհետեւ շատ թիմեր կան Ամերիկայում ընդհանրապես պարապում են 3 օր եւ իրանց ֆինանսավորումը ավելի շատ են վերցնում երեխեքից կամ ծնողներից, բայց վայեկի շնորհիվը այնա որ մենք 5 օր ենք աշխատում ու այդ համար ենք հասնում այս կետի ամեն ինչը որ անում ենք ամեն ինչը ֆինանսից կապված չի, ավելի շատ է տանջանքն է, որ ամեն տարի նույնը ձևով հետ ենք փորձում դնենք սպորտի մեջ, տեսնենք ինչ կխաղենք, իրոք խաղում ենք գավաթներ, բայց ինչպես որ մենք ուզում ենք մեր նպատակին հասնենք, դա Հայաստան ներկայացնելն է
եւ վստահ եմ արդեն շուտով ես այդ լույսը տեսնում եմ։ Լավ ասես։ Կալիֆոռնիան կարող եք դուք որպես հաղթող ներկայացնել մի ուրիշ Ամերիկայի մասշտաբով, ոչ արդեն նահանգային մասշտաբով ներկայացնել Այո, Կալիֆոռնիան։ հենց հիմա ուրեմն հուլիս ամսին կայանալու է US Club Championships Ամերիկայի Միացյալ Նահանգների ակումբների առաջնությունը, որին մասնակցում է 12 թիմ, հրավիրված բոլոր ուրեմն տարածաշրջանների հաղթող թիմերը արդեն հավաքվել են եւ խաղան Ամերիկայի Միացյալ Նահանգների ակումբների առաջնություն։ Եվ մենք այդ մրցաշարին մասնակցում ենք որպես Կալիֆոռնիայում առաջատար գրաված թիմ։ Միայն դուք եք Կալիֆոռնիայից մասնակցելու։ Չէ, երևի 3-4 թիմ Կալիֆոռնիայից կմասնակցեն, որովհետեւ տարածաշրջանային առումով Կալիֆոռնիայի մեջ, եթե Ամերիկայում կա 11 հատ ջրագնդակի տարածաշրջան, 5 հատը Կալիֆոռնիայի մեջ է։ Դրա համար Կալիֆոռնիայից ավելի շատ թիմեր են մասնակցում։ Ընդհանրապես Կալիֆոռնիան կենտրոնն է ջրագնդակի Ամերիկայում։ Օրինակ Ամերիկայի ազգային հավաքականի 95% խաղացողները Կալիֆոռնիայից են։ Ամերիկայի առաջնություններում առաջի 15 տեղ բռնած թիմերը միշտ եղել են Կալիֆոռնիայի ակումբներ։ Այսինքն Կալիֆոռնիան հաղթողը միշտ էլ հաղթում է Ամերիկան։ Աշխարհում ընդունված է, որ երբ որ գալիս է ինչ-որ միջազգային նշանակության մրցումներ, ու շատ կան անալոգներ, նույնիսկ Եվրոպայում, Ամերիկայում հատկապես, անկախ նրանից, թե ինչ էթնիկական ծագում ունի տվյալ անձնավորությունը, այսինքն մարզիկը ֆուտբոլում հատկապես նույնպես, մարզիկին հրավիրում են տվյալ երկիր եւ ինքը ներկայացնում է երկիրը այդ դրոշի տակ։ Մենք գիտենք, որ Հայաստանը շատ ուժեղ է մշամարտից, տարբեր ձևի մարտարվեստներից, ընտրում մենամարտից եւ այլն։ Այսինքն շատ տարբեր անալոգներ ունենք, երբ որ մեր հայ մարզիկը գնում է ուրիշ երկիր եւ ուրիշ երկրի դրոշի ներքո ուրեմն